Արմինե Նավոյան, հրապարակորաթերթ, Պարոն Հովհաննես Խաչատրյան, այս պահին Հայաստանում QR վճարումները ըստ էության լայն մասշտաբների չեն, ինձ հետաքրքիր էր, աշխատում է առկա համակարգը, որպեսզի միասնական QR վճարային համակարգներ լինի, որ օրինակ մեկ բանկի ծրագրով հնարավոր լինի մեկ QR սկանավորելով վճարում կատարել նույն վաճառողի մոտ։ Տեսեք, նախ կենտրոնական բանկի կարգավորում է արդեն, որ պետք է անցնենք միասնական QR վճարումներին ու հնարավորինս արագ տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում մի քիչ ուշացնում ենք, բայց հնարավորինս արագ դա պետք է տեղի ունենա, ինչպես դուք նկարագրեցիք։ Տարբերություն չի լինելու, դուք որ բանկի հաճախորդ եք, որ վճարային կազմակերպության հաճախորդ եք, իսկ խանութը, որը ցուցադրում է այդ QR-ը, ում մոտ է սպասարկում, կարևոր չի, ձեզ դա չի հետաքրքրելու, դուք ուղղակի վճարելու եք QR-ով։ Ուղղակի այնտեղ ստանդարտների եւ տեխնիկական աշխատանքների մաս կա, որոնք շարունակաբար գնում են QR համակարգեր սպասարկող կազմակերպությունների կողմից եւ համապատասխան իրենց հաճախորդ բանկերի կողմից։ Տեխնիկական աշխատանքների շղթա կա ու երևի ճիշտ եք ասում, որ տարածումը ամբողջական լինելու պարագայում նոր մենք կարող ենք սկսել գնահատել այդ տարածվածության աստիճանը, այստեղ ինչպեսին է, որ QR-ը ինչ-որ սցենարներում ավելի հարմար է QR-ը, ինչ-որ սցենարներում ավելի հարմար է քարտով վճարումը, որոշ դեպքերում տոկենացված, դա նաև վերաբերում է ինտերնետ վճարում, միջավայրում վճարումների, մենք ուղղակի այդ ծառայությունը սարքում ենք հասանելի, առևտրային բանկերը իրենց հաճախորդներին կլինի քաղաքացիով վճարում է, կլինի խանութով ընդունում է, պետք է իրենց վաճառքները անեն, որպեսզի տարածումը լինի։ Մեր գործն է ապահովել այդ համակարգի երկկողմանի փոխգործելիությունը մյուս համակարգերի հետ։